հարցերն ավելացիներ ունեն։ Մեղադրանքի կողմը չոն ամբար։ Հարգելի կողմեր դատարանը քննարկեց մեղադրյալներ Գեղամ Զաքարյանի, Արթուր Իսկանդարյանի և Արթուր Ավանեսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցների հարցը, լսեց կողմերի կարծիքը և որոշում է անփոփոխ թողնել մեղադրյալ Արթուր Իսկանդարյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը դատարանի որոշումը ողջարկման ենթակա չէ։ Դատարանը փոխում է մեղադրյալ Գեղամ Զաքարյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը և կիրառում է վարչական հսկողություն առանց հատուկ էլեկտրոնային սարքերի կիրառման, դատարանի որոշումը կատարման համար ուղղարկի պրոբացիայի ծառայություն, այն կողմերը ստանալուց հետո 10 ժամկետում կարող են ողջարկել վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում։ Միաժամանակ դատարանը փոխում է մեղադրյալ Արթուր Ավանեսյանի նկատմամբ կիրառված կալանքը և կիրառում է կալանք 3 ամիս ժամկետով համակցված բացակայելու արգելք խափանման միջոցով։ Դատարանի որոշումը կատարման համար ուղղարկի պրոբացիայի ծառայություն, այն կողմերը ստանալուց հետո 10 ժամկետում կարող են ողջարկել վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում։ Մեղադրանքի կողմը դիմքային հայց ունի։ Պաշտպանության կողմը համաձայնեցված վարկով, ահագացված վարկով, ապուկարգերաբերապիզոցներ ուներ։ Մեղադրանքի կողմը հետազոտման ենթակա ապացույցների ծավալի վերաբերյալ ինչ առաջարկել։ Արտաշան դատարանը ինչպես նշվեց Արթուր Ավանեսյանի ներողություն կարող էին 5 րոպեից միջում։ Մի քանի մարտավարական հարց հենց այս հարցի վերաբերյալ քննարկել։ 5 րոպե իրականում պաշտպաններով ուղղակի քննարկել։ Այս դիստից առաջ Ամեն դեպքում նոր դատարանի որոշումը եղավ խափանման միջոցների վերաբերյալ։ Մեղադրանքի կողմը առաջարկը կներկայացնի, ինչ ունի։ Շատ լավ։ Մեր առաջարկը ներկայացնի։ Արտաշան դատարանը